Բարև ձեզ սիրելիներս, այսօր մենք սկսում ենք մակրամեի մեր երկրորդ դասը։ Այս դասի ընթացքում կփորձենք սովորել 4 թելով կապվող հանգույցները։ Ասեմ, որ ինչպես նախորդ դասի հանգույցները, այնպես էլ այսօրվանը մակրամեի բազային հանգույցներն են՝ հեշտ, թեթև, բայց շատ հաճախ կրկնվող։ Հաջորդ դասին, երբ մենք անցնենք նաև բրիդը, այսինքն մակրամեի լեզվով բրիդը, դա գիծն է։ Այդ 3 էլեմենտները միասին կարող են ստեղծել արդեն որոշակի դետալներ։ Քանի որ այսօր մենք աշխատելու ենք 4 թելով, որից 2-ը կլինի հիմքի թել, իսկ 2-ը աշխատանքային, այսինքն 2 թելը միաժամանակ են աշխատելու, ես խորհուրդ կտամ ձեզ վերցնել երկգույն թելեր, որպեսզի այդ գույների շարժով նույնպես կարողանա կողմնորոշվել, որ դեպքում է ճիշտ կատարվում հանգույցը, որ դեպքում սխալ։ Եվ այսպես սկսում ենք հանգույցի ուսուցումը։ Վերցնում ենք 4 թել, որոնցից ծայրերի 2 թելերը աշխատանքային են, իսկ մեջտեղի 2-ը հիմնային թելերը, որոնք չենք օգտագործել եւ կարող ենք ուղիղ պահել, եթե ձեզ համար դժվար է, կարող եք գնդասեղներով ամրացնել։ Համարակալենք թելերը 1, 2, 3, 4։ Առաջին թելը օղակ անելով փռում ենք հիմքի թելերի վրա հորիզոնական դիրքով եւ ծայրը տանում 4-րդի տակ, իսկ 4-րդը առաջինի վրայով բերելով անց ենք կացնում հիմքի թելերի տակով եւ դուրս բերում առաջին թելի օղակի միջով։ Ապա առաջին եւ 4-րդ թելերը ձգում ենք, այդպես ստանում ենք հարթ հանգույցը։ Կրկնենք այս հանգույցը մի քանի անգամ։ Տեսնում ենք, որ ձախ կողմի թելը բարձրանում է վեր, իսկ աջ կողմի թելը թեքվում է դեպի հիմքի թելերի տակ, ստեղծելով բարորաձև հետագծեր։ Այդ ժամանակ 4-րդ թելը հիմքի տակով տանում ենք դեպի առաջինի դիրք, իսկ առաջինը հիմքի վրայով բերում 4-րդի դիրք եւ նույն կերպ շարունակում աշխատանքը։ Եթե նայենք թելերի հետագծին, կնկատենք, որ այն պտտվում է ձախից աջ, մենք ստացանք աջ պտտվող շղթան։ Վերցնենք հաջորդ 4 թելը, այստեղ գրեթե նույն գործողությունն ենք կատարում, միայն հակառակ հերթականությամբ։ Առաջին թելը տանում ենք հիմքի թելերի տակով, փռում 4-րդի վրա, իսկ 4-րդը առաջինի ծայրի տակով բարձրացնում ենք հիմքի թելերի վրայով եւ մտցնում առաջինի ստեղծած օղակի միջով եւ ձգում ենք առաջին եւ 4-րդ թելերը։ Նույն տրամաբանությամբ շարունակելով ստանում ենք ձախ պտտվող շղթան։ Այժմ փորձենք միավորել այս երկու հանգույցները։ Առաջին քայլով առաջին թելը տանում ենք հիմքի վրայով, իսկ երկրորդ քայլով առաջին թելը տանում ենք հիմքի տակով։ Այստեղ շատ կարևոր է հիմնական հասկացությունը աշխատանքային թելերի հիմքի տակով կամ վրայով անցնելու գաղափարն է։ Ստանում ենք հարթ գեղեցիկ հանգույց։ Այս հանգույցը փաստորեն 2 էլեմենտից է բաղկացած եւ կոչվում է քառակուսային հանգույց։ Շարունակելով հանգույցները գործել կտեսնենք, որ ստանում ենք
Հարթ պարան, սա կոչվում է քառակուսային հանգույցների պարան։ Հիմա փորձենք հերթական քառակուսային հանգույցը գործել նախորդներից մի փոքր հեռու։ Այդ հեռավորությունը կարող ենք կառավարել, գնդասեղով ամրացնելով, ինչքան մենք ցանկանում ենք։ Դուրս բերենք գնդասեղը եւ կապած քառակուսային հանգույցը հիմքի թելերը բռնելով ձգել դեպի վեր։ Մենք ստանում ենք ժապավենաձև օղակներ աջ եւ ձախ կողմերում։ Այս նախշը կոչվում է պիկո կամ ժապավեն։ Եվ եթե աշխատանքի ընթացքում մենք փորձենք կառավարել քառակուսային հանգույցների միջև հեռավորությունը, ապա կստանանք մի գեղեցիկ նախշ, որը նվերների փաթեթավորման ժամանակ հաճախ է օգտագործվում։ Հաջորդ էլեմենտը, որ մենք այսօր ուզում ենք սովորել, դա գնդիկն է։ Նորից գործվում է քառակուսային հանգույցներով։ Վերցնենք 4 թել։ Գործենք 1 քառակուսային հանգույց։ Այդ քառակուսային հանգույցից փոքր հեռավորության վրա ամրացնենք գնդասեղով եւ գործենք 4 քառակուսային եւս։ 4, 5, նայած ով ինչքան է ուզում, մինիմալը 4, որպեսզի գեղեցիկ ստացվի հանգույցը։ Ապա հիմքի թելերի ծայրերը բարձրացնում ենք, գնդասեղը դուրս ենք բերում եւ հիմքի թելերի ծայրերը անց ենք կացնում աջ ծայրը աջ օղակի միջով, ձախը ձախ օղակի միջով։ Ապա ծայրերը իջեցնում ենք դեպի ցած, եզրային աշխատանքային թելերը եւս բերում ենք իրենց ելման դիրքին եւ նորից գործում 1 քառակուսային հանգույց։ Դա նրա համար է, որպեսզի գնդիկը ամրանա իր տեղում եւ ստացվում է գնդիկ նախշը։ Պիկում կարելի է ստանալ նաև երկկողմանի ֆրիվոլիտե պարան գործելու ժամանակ։ Վերցնենք հաջորդ 4 թելը։ 4-րդ թելով գործում ենք 1 ֆրիվոլիտե։ Կարելի է եւ առաջինից սկսել, նախասիրության հարց է։ Ապա, եթե մենք 4-ով ենք գործել, հաջորդ թելը առաջինով գործենք ֆրիվոլիտե ձախ կողմից արդեն։ Չորրորդ թելով ֆրիվոլիտեն գործենք մի փոքր ավելի հեռու, ինչքան մենք ցանկանում ենք։ Եվ գնդասեղը դուրս բերելով հանգույցը ձգենք դեպի վեր հիմքի թելերի վրայով։ Ստացանք աջակողմյան պիկոն։ Մի փոքր հեռավորության վրա, այսինքն պետք է հեռավորություններ ինքներս ընտրենք, ուզում ենք համաչափ լինեն ժապավենները, թե մեծ ու փոքր։ Համապատասխան հեռավորության վրա գնդասեղը ամրացնելով կարող ենք գործել հերթական ֆրիվոլիտեն եւ բարձրացնել վերև եւ կստանանք ֆրիվոլիտե պարանի վրա մեր պիկոները։ Թերևս այսքանը, երևի շատերին էր ծանոթ այս պարանները, որովհետև այսօր շատերը հենց այսպիսի պարաններից գործված թևնոցներ են կրում։ Փորձեք դուք ևս պատրաստել, կհանդիպենք, ցտեսություն։